Բարի երեկո, հարգելի ժողովուրդ ջան, բարի երեկո, Նարեկ Կարապետյան ջան։ Այսօր ուզում եմ մի քիչ քեզ հետ զրույց անեմ, Նարեկ ջան։ Նարեկ ջան, այսօր ուղղակի ես անդե տեղադրել ես, որ հայկական ինչ որ չգիտեմ, կայքա ինչա, անդեղ ադրբեջանցիներին թույլ են տվել Հայաստանում հողամասներ եւ տներ գնեն։ Ես գրեցի, որ այդ կայքը մի հատ տեղադրեք, նայենք, մենակ ձեր խոսքով չլինի, կայքը լինքը էլի այդ կայքի։ Դե չգիտեմ, չեք կարդում, թե ինչ չուղարկեցիք, դա ձեր գործն է։ Ադրբեջանական կայք էլ կա, որտեղ թույլատրում է Հայաստանի քաղաքացիներին ընդեղ գնեն։ Էդ էլ կա։ Դա համաշխարհային օրենք է։ Թուրքիան էլ է մեր թշնամին, մեր իրական թշնամին Թուրքիան է, հո Ադրբեջանը չի։ Բայց Թուրքիան թույլ է տալի լյուբոյ Հայաստանի քաղաքացու գնա Թուրքիայում տուն առնի։ Դե թե որքանով այդ հայը դուխը կհերիքի գնան դե տուն առնի, թող գնա առնի, ինչ անենք։ Կամ այդ ադրբեջանցին, որքանով դուխը կհերիքի Նարեկ ջան, գա Հայաստանում իր համար հողամաս առնի, կամ տուն սարքի, կամ ասենք թե մեկ էլ լավ եկավ առավ, փող ունի առավ ընդեդ, հետո այդ ադրբեջանցին որտե է աշխատելու։ Կարող այն 300,000 աշխատատեղը, որ ուզում եք բացեք, այդ 300,000 ամեն օր դրա անունը տալիս եք, Նարեկ ջան, կարող այդ ադրբեջանցիների համար եք ուզում այդ 300,000 աշխատատեղը բացեք։ Ես մի անգամ այդ մասին ասել եմ, 300,000 աշխատատեղ բացելը պրոբլեմ չի, ես ինքս էլ կարամ դա 1-2 տարում անեմ։ Բայց աշխատող որտեղից եմ ճարելու ես այդքան։ Հասկանում ես։ Աշխատող որտեղից եմ ճարելու։ Այդ մեկ։ Երկրորդը Նարեկ ջան։ Այդ նույն բաները արդեն 3 ամիսա, 4 ամիսա ասում ես, ավելի շուտ արդեն 8 ամիսա ասում եք, այդ ծավը տանեմ, ձեզ հետ համամիտ են, ձեր կողմնակիցները, դու որ անընդհատ այդ նույն բանը անընդհատ կրկնում ես, ադրբեջանցիները 300,000 մարդ են բերում Հայաստան, Կարող է գիտես ինչ որ մարդիկ անցնելու են ձեր կողմը, ասեն վայ արա, որ Նարեկը գա վարչապետ դառնա 300,000 ադրբեջանցի հաստատ չի գա Հայաստան։ Դու ախրդ ես բաներ ես մտածում եւ որ այդքան շուշուտ ասում ես, դու ուրեմն մտածում ես այդպես բաներ, որ դիտի հնարավոր է, էլի։ Նարեկ ջան, ասենք Ես ին վրա ասեմ, ես ադրբեջանցի եմ, ես կգամ Հայաստան առնեմ, իհարկե չէ, ասում ես Ալիևը փողեր է ծախսում, որ գան, ցավդ տանեմ, դե հիմա ես քեզ մի բան եմ ասում, 5 տարի անցել է Ղարաբաղից այս կողմը, 6 տարի, չէ, 20 թվից 26 թիվն է, 5 տարի լրիվ անցել է ու 6-րդ տարին է։ Մինչ օրս Ղարաբաղում օֆիցիալ իրանց բանով ասում են, որ իբր 80,000 արդեն մարդ է գնացել Ղարաբաղում ապրում։ Բայց իրականում ասում են մի 12,000 հոգի է, այդ ադրբեջանցիներն են ասում, որ գնացել են ամբողջ Ղարաբաղի տարածքը ու են մնացած տարածքները, ընդամենը մի 12,000 ու լրիվ նորից հետդպետ փախած գնում են։ Այդ տները, որ կառուցել են
լրիվ ապրելու պիտանի տներ չեն, հետո էլ է մարդիկ գնում են ընդե ոչ աշխատանք կա ոչ մի բան։ Իդի Ադրբեջանի տարածքում 5 տարում Ալիևը եթե չի կարողանում 100,000 մարդ ուղարկի Ադրբեջանի մեջ ապրելու, այդ ոնց է 300,000 թուրք ուղարկելու Հայաստան։ Այդ թուրքերն էլ էշի գլոխնի են։ Ոյ Նարեկ ջան, արա ձեր ցավը տանեմ, տես բաներ մի ասեք էլի։ Հայ ազգի արունը ինչի եք պղտորում։ Այդ ցավը տանեմ, իշխանության է ուզում գաս։ Արա ամեն ինչ։ Լավ բաներ արա։ Երևանյան կրկեսը տաշիր արենա մի սարքի, տաշիր արենան փոխի նորից Երևանյան կրկեսի։ Տաշիր պիցանները փոխեցեք։ Ну գոնե իտալական պիցա, հա, չեմ ասում Երևանյան կամ հայկական։ Այդ ցավը տանեմ, ձեզ համար բիզնեսներ եք դնում, բան եք անում։ Անունը դնում ժողովրդի համար բարերարություն են կարել, լավ եք արել, արել եք, արա, բա պետք է անեք, բա ոնց, բա փողը ձեր ձեռնա, դուք պետք է անեք։ Հետո ընդ բաներ ես ասում, մենք գանք իշխանությունը Նարեկ ջան, մի անգամ էլ եմ ասում։ Մի անգամ ասել եմ, մի անգամ էլ եմ ասում։ Պետությունը աշխատատեղեր չի ստեղծում։ Պետությունը հիմնարկներ, գործարաններ չի կառուցում։ Չի էլ կառուցելու։ Պետությունը այդ ձեզ փող ունեք, Գագիկ Ծառուկյանին փող ունի, Են մեկին ունի, ձեզ համար միջավայր է ստեղծում, որ դուք գործարաններ բացեք, գործարաններ կառուցեք, աշխատատեղեր ստեղծեք։ Պետությունը ինքը չի անում, պետությունը տես գործերով չի զբաղվում։ Հասկանում եք։ Այսօրվա պետությունը են ԽՍՀՄ-ի սովետական միության Հայաստանը չի, որ ամեն ինչը պետական էր։ Հիմա կապիտալիստներ են, ձեզ թույլ են տվել միլիարդատերեր դառնաք։ Ցավը տանեմ, դուք էլ զավոդներ սարքեք, ֆաբրիկաներ սարքեք, գյուղերում հողերը մշակեք, բանարեք։ Թե չէ ծեր ընկեր Գագիկ Ծառուկյանն էլ, հա, նեն էլ դրած ասում, ժողովրդի վարկերը սենց, գյուղացու համարը սենց պետությունն անի, արա, չէ, ձեզ թույլ են տվել, կրկնում եմ, միլիարդատերեր դառնաք, դուք պետք է անեք գյուղացու համար այդ գործերը, թե ուզում եք պետությունը գյուղացու այդ վարկերը փակի, մեկն անի, հա, դուք էլ գյուղացուց մուֆտ, վերնեք իրա խաղողը, բանը, դանեք ձեզ համար կոնյակներ սարքեք, վրեն էլ յարլիկնել խփեք իբր 50-60 տարվա 5-6 միլիոն դրամով վաճառեք, հա, այրոպորտներում։ Դուք մենակ այդ պետք է անեք, որ ես լինեմ երկրի վարչապետը, ես ոչ թե 150 դրամով խաղողը գյուղացուց կառնեմ, այլ են պատրաստի կոնյակի 50% կտամ գյուղացուն։ Ձեզնից կվերցնեմ կտամ գյուղացուն։ Ձեզ կպարտադրեմ, որ այդ արտադրած կոնյակի 50% արժեքի 50% գյուղացուն տակ։ Ոչ թե 100 դրամով բանով գյուղացուն մտամ լավություն եք անում, ասում եք, բա պետությունը ձեզ համար, պետությունը ինչի համար պետք է անի, դուք պետք է անեք, դուք պետք է գյուղացու համար այդ ամեն ինչը առնեք, գյուղացու համար կոմբայն առնեք, այս մեկը դուք մատակարարեք գյուղացուն, գյուղացին էլ որ ձեր վրա էժան իր արտադրանքը վաճառի, դուք էլ տանեք միլիոններ աշխատեք։ Ինչքան խելոք մարդիկ եք, արա, պետություն անի գյուղացու համար, այս մեկի համար, այն մեկի համար, դուք գյուղացուց մուֆտավ եկալեք, տանեք ձեզ համար միլիոններ սարքեք։ Գյուղացին էլ մնա հենց 0-0։
տանի պետության վարկերը փակի բանանի ու ինքը մնա զրոզրո ու պետությունը մեղավոր ա դրանում։ Ոչ, մի խափեք ժողովրդին, մի խափեք։ Թալանն եք ժամանակին երկիրը միլիարդատերեր եք դարե։ Լավ եք արե։ Հիմա այդ միլիարդները պետք է ծառայեն երկրին։ Հակառակ դեպքում պետությունը իրավունք ունի ձեզանից ձեզ զրոյացնի։ Հասկացաք։ Այդ տենց ա Նարեկ ջան, թե չէ դրել եք ամեն ինչը պետության հույսին, պետությունը պետք է անի, պետությունը ինչ ասես անում ա, Հայաստանի պետությունը այսօրվա, ինչ անում ա այս ժողովրդի համար, աշխարհում չկա այդպես պետություն, մի հատ պետության անուն չեք կարատակ, որ այսօր ինչ անում ա Հայաստանում, Հայաստանի պետությունը, կառավարությունը, նման երկրորդ պետության անունը չեք կարատակ։ Ձեր այդ Ղարաբաղն էլ հերիք ա ժողովրդի մեջ Ղարաբաղով իշխանությանը բանանեք։ Ղարաբաղը էլի այս ժողովուրդը գնաց իր արյան բանով բանարավ ինչա ազատագրեց։ Իսկ դուք մսխեցիք, չարիք, ոչ Ղարաբաղ ճանաչիք, ոչ բան, Քոչարյաններ, Մոչարյաններ, ձեզ հետ եմ։ Լսեցիք, Նարեկ Կարապետյան ջան, այդ քավթարներին էլ ասա, Նարեկ ջան, դու երիտասարդ տղա ես, ցավդ տանեմ։ Այդ քավթարներին, այդ Քոչարյան, Մոչարյան, այդ ինչքան է միլիարդատերեր կան, որ դա սա Հայաստանից գողացված փողեր ա, ոչ մեկն էլա չէր իրանց հորտանից չի բերել, չի քրտնել, ոչ մեկը, լրիվ գողացած, միջև օրս էլ գողանում են։ Որ դուք պետք է անեք, ես քեզ բացատրում եմ հասարակ ձևով, դուք պետք է անեք, պետությունը ոչ մի բան պարտավոր չի։ Աշխատատեղերը ստեղծի ես մի բան, պետությունը միայն կանանց ճանապարհ ա տալիս ես, որ դուք էլ այդ ձեր միլիարդները որ ունեք, այդ միլիարդները աշխատացնեք, խելք ունեցեք աշխատացրեք եւ վերջ տղա ջան։ Բոլորին էլ ասա, որ դուք պետք է անեք, ոչ թե պետությունը։ Կրկնում եմ, պետությունը չի անելու, դուք էլ գյուղացուց գնաք մյուտավեկալեք։ Տանեք ձեզ համար միլիարդներ սարքեք։ Իմանաք, թե դուք ենքան խելացի եք, ժողովուրդն էլ հարիվ մերնում ա։ Լավ եղեք, ժողովուրդ ջան, այսօր այսքան, բարի գիշեր ձեզ։